Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Հալելույա։ Կարաս օրհնության խոսքեր ասես կողքինիդ ու նստեք Տիրոջ քաղցր ներկայության մեջ։ Փառք Հիսուսին։ Տեր օրհնի ձեզ փառաբանության թիմ ջան։ Հալելույա, քաղցրա չէ մեր Աստծո ներկայությունը։ Գիտես, նայում եմ այսօրվա եղանակին, այս հորդառատ անձրևին, հա։ Հորդառատ անձրևին, այս հավատացեք, նայում եմ այսօրվա անձրևին ու ասում եմ, երևի Եղիան, որ ասում էր գնա թագավորին ասա նստի ձինու վազի, որովհետև անձրևը բռնելու է, այս հորդառատ անձրևի նման էր ասում։ Մինչև այս կանգառից մարդիկ մատնում են եկեղեցի, լրիվ ջուր են։ Փառք Աստծո, որ այսօր անկախ այս եղանակից եկեղեցու այսքան մարդ կա, չնայած որ երևում է, որ մի քիչ ազդել է ժողովրդի գալու վրա։ Փառք Հիսուսին, Տերը ձեզի շատ օրհնի։ Ողջունում եմ նաև մեզ համացանցով դիտողներին, Տերը քեզի շատ օրհնի։ Նայ, մարդիկ անձրևին գալիս են, դու քո համար sense նստած հիմա տունը կամ չգիտեմ մեքենայի մեջ, քարոզ ես նայում, անկախ քո կոմֆորտից թող այս խոսքը քո համար օրհնություն եղնի։ Ամեն ու վերջում չմոռանաս ապաշխարության աղոթքան ես։ Փառք Հիսուսին, շնորհակալ եմ, որ նայում եք, շնորհակալ եմ, որ գրում եք ու շնորհակալ եմ այն հրաշքների ու աղոթքների պատասխանների համար, որ կոմենտարիաների տակ գրում եք։ Տերը ձեզի շատ օրհնի։ Փառք Հիսուսին։ Մեկ նայում եմ մեր ժողովուրդը Փառք Հիսուսին, որ կոմենտարիաներ են գնում, չնայած ուրիշ բնույթի կոմենտարիաներ էլ կան, Տերը իրան շատ օրհնի, ու գիտես, մարդը մտնում կոմենտարիա է գրում, ուրեմն բան ու գործ չունի, էլի 40-50 րոպե կորցրել է, նստել է քարոզը մի ինչ է վերջ լսել է, որ վերջում ինչ որ մի ասած է այդ համաձայն չեղնի, ու մի հատ վատ բան գրի, ասա, եթե մեզի չես սիրում, տանել չես կարա, մենք քո համար շեղվածներ ենք, ուրիշ բան ու գործ չունես, մտի քո համար մի հատ ֆուտբոլ նայ, կինո նայ, ես ժամանակդ կորցնում քարոզ նայում, որ մի հատ է պարտադիր պետքա վատ կոմենտարիա գրես։ Բայց Փառք Հիսուսին, որ նայում եմ ու այդքան այդ կոմենտարիաների մեջ տենում եմ լիքը աղոթքների պատասխան, լիքը հրաշքներ, որ մարդիկ իրանց կյանքում ապրել են, վերապրել են ու այդ իրանց վկայություններով կիսվում են։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Այսօր պատիվ ունեմ ծառայելու ձեզ Աստծո խոսքով ու այսօրվա խոսքը մի հետաքրքիր վերնագիր ունի։ Ինչ ունես։ Այսօր խոսքը վերնագրել եմ ինչ ունես։ Գիտես, շատերիդ կարող է ինչ որ գործի մեջ կամ չգիտեմ ինչ որ միտեղ գնում ես աշխատելու հարցնում են ինչ ունես, փաստաթուղթ ունես, օրինակ դու ես երկրի քաղաքացի ես, այսինքն դու պետքա փաստաթուղթ ունենաս, հա, որ այս երկրում ինչ որ մի աշխատանքի անցնես, ինչ որ քեզ փաստաթուղթ է պետք, կամ ինչ որ ուրիշ տեղ հարցնում են ինչ ունես, գնում ես ինչ որ միտեղ շփվելու, ինչ որ մեկի տուն հյուր ես գնում, լավ է որ մենք մեր մոդը դենս չի, բայց համենայն դեպս ինչ որ միտեղ հյուր ես գնում, նայում են, էլի, ասենք նայում ես տնաս, հələ ինչ ունես մոդդ, ինչքան ունես, կարաս ֆինանսներդ քեզի թույլ տալիս է հյուր գնաս, բայց գիտես որ կարտաս ավետարանը կտնաս, որ մարդիկ կային ոչ արձատ ունեին, ոչ է ոսկի, բայց Հիսուս ունեին, ամեն, որի անվան մեջ զորություն կա ու որի անունը հերի կա, որ հոգևոր աշխարհը դողա, դիվային, հոգևոր, դիվային աշխարհը դժոխքը դողա Հիսուս անունից, նամանավանդ, եթե դու գիտես ով է Հիսուսը, եթե ոչ մենակ լսել ես Հիսուսի մասին, այլ ապրում ես Հիսուսի հետ, քայլում ես Հիսուսի հետ, Հիսուսի խոսքով ես ապրում, ամեն, փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, եկեք միասին բացենք Աստվածաշունչը եւ 3-րդ Թագավորաց 17-րդ գլուխ, Այստեղ մի կնոջ մասին եմ ուզում խոսամ, բոլորս այս կնոջը լավ ճանաչում ենք, մի քանի անգամ այս կնոջ մասին ես ինքս անձամբ մի քանի անգամ խոսել եմ, մի քանի անգամ այս կնոջ հետ կապված զոհաբերության խոսք եմ խոսացել, ու գիտեք հետաքրքիր ինչն է, երբ որ այս Տերը այս խոսքը դրել էր սրտից, ես նայում եմ ու հասկանում եմ, որ Աստված երբեք մարդու կյանքում, մանավանդ այն մարդու կյանքում, որին որ ինքը կանչել է, ու որ ասել է այո, երբեք չի թողում, որ այդ մարդու կյանքը ասենց ուղղակի ամենավերջում, այսենց կոդրվի, ամենավերջի պահին, որ մտածում ար վերջ, ես հույս չունեմ, Աստվածը դե իր համար ելք է տալիս։ Ամեն, համաձայն եք թե չէ։
Այն մարդկանց Փառք Հիսուսին։ Այն մարդիկ, ովքեր որ կանգնել են Սատանային ասել են ոչ եւ Տիրոջը ասել են այո, գիտեք ինչ է տեղի ունենում։ Այդ մարդկանց կյանքում Աստված ամենավերջի պահին էլ, չնայած միշտ ամենավերջի պահին, որ մտածում ես թե էլ հնար չկա, էսի վերջնա, Աստված ցույց է տալիս, որ դու սխալվում ես, որովհետև ես ասել եմ, որ ես եմ ալֆան եւ օմեգան, ես եմ սկիզբը եւ վերջը։ Քո վերջը իմ մոտ է եղնելու։ Եթե դու հավատարիմ մնաս Տիրոջ խոսքին։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Եվ տեսեք, այստեղ ինչ է տեղ ունենում։ Եվ Տիրոջ խոսքը եղավ նրան ասելով, 8-րդ խոսքից եմ ասում, կարտում։ 8-րդ խոսքը։ Եվ Տիրոջ խոսքը եղավ նրան ասելով. «Վեր կաց գնաց Սիդոնացիների Սարեպտան եւ այնտեղ նստիր։ Ահա ես այնտեղ մի որբևայրի կնկա հրամայել եմ, որ քեզ կերակրե»։ Խնդրում եմ ուշադրություն դարձնես այս բառերի համար։ Աստված խոսում է Եղիայի հետ, ասում է վեր կաց գնա Սիդոնացիների Սարեպտան եւ այնտեղ նստի, որովհետեւ ես այնտեղ հրամայել եմ մի որբևայրի կնկա, որ քեզ կերակրի։ Ուշադիր էր, Աստված հրամայել է։ Աստված խոսացել է այդ կնոջ հետ։ Ես հրամայել եմ, որ քեզ կերակրե։ Եվ նա վեր կացավ գնաց Սարեպտան եւ հասավ քաղաքի դուռը եւ ահա այնտեղ մի որբևայրի կին փայտ էր ժողովում։ Եվ նա կանչեց նրան եւ ասեց. «Խնդրում եմ ինձ համար մի քիչ ջուր բեր, մի ամանումը որ խմեմ»։ Եվ երբ որ նա գնաց բերելու, նրան կանչեց եւ ասեց. «Խնդրում եմ ինձ համար մի պատառել հաց բեր ձեռքիդ»։ Եվ նա ասեց. «Կենթանի է քո Տեր Աստվածը»։ Այստեղ ուզում եմ կանգ առնեմ։ Եվ նա ասեց. «Կենթանի է քո Տեր Աստվածը»։ Հիմա լսի, եթե ինչ որ մեկը գա ու ասի ես ներողություն, երբ որ Տերը խոսա քո հետ երազով, ասենք պարգածես, չգիտեմ, ինչ որ մի հատ բարդ իրավիճակի մեջ պարգածես, ու գիտեք, Տերը երազով հայտնում ասում գալիս ասում մարդուն, վաղը ես կուղարկեմ իմ ծառային, կգա ձեռքդ կդնի քո վրա եւ դու բժշկված կեղնես։ Ու պատկերացրու, զարթնում ես, ասում ես, տնաս ես ինչ երազ եմ տեսել, ես ինչ էր իրականում։ Ու դրանը տանը դուրը թագում են։ Դուրը բացում ես ու մեկ ասում է, բարև ձեզ, գիտեք, ես չգիտեմ, ճիշտ հասցով եմ եկել թե չէ, բայց Տերը ինձ ասա, որ կգնաս ձեռքդ կդնես մարդունի վրա, ու մարդունը բժշկված կեղնի։ Ու մեկ են կողքի սենյակից պատկերացնում ես մարդունը ձենա տալիս։ Աստված կենթանի է, Աստված իրական է։ Ու էսա տեղի ունենում։ Ասում է ես այդ կնկան հրամայել եմ, որ քեզ կերակրի։ Ու ես հենց որ ասում է կգնաս մի հատ ջուր բեր, մի փոքր էլ ինձի հաց բեր։ Գիտես ինչ ասում, Աստված կենթանի է քո Տեր Աստվածը։ Աստված վգա, համ շեշտում է, որ Տերը կենթանի է, հետն էլ ասում է կենթանի է քո Տեր Աստված ու ասում է ոնց որ Աստված վգա։ Տես ինչ է ասում։ Որ ես մի նականակ չունիմ, բայց մի բուռ ալյուր սափորումը եւ մի քիչ յուղ կժումը եւ ահա մի երկու փայտ եմ ժողովում, որ գնամ եւ պատրաստեմ այն ինձ համար եւ իմ որդու համար, որ այն ուտենք եւ մեռնենք։ Ինչի մեռնենք։ Եվ Եղիան ասեց նրանց. մի վախենար, գնա արա քո խոսքի պես, միայն թե առաջ ինձ համար մի փոքր շոտ շինիր նրանից եւ բեր ինձ համար եւ հետո քեզ եւ քո որդու համար կշինես, որովհետեւ այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը, սափորումը ալյուրը պիտի չվերջանա եւ կժիցը յուղը չպակասե մինչեւ այն օրը, որ Տերը անձրև տա երկրի երեսին։ Եվ նա գնաց եւ արավ Եղիայի խոսքի պես եւ նա եւ կինը եւ իր տունը կերան բավական ժամանակ։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Հալելույա։ Գիտես սիրելիներս, հենց այս խոսքը որ կարդում եք, աղոթքի ծառայության ժամանակ մի փոքր հայտնությունով կիսվել եմ այն հայտնությունը, որ այս խոսքից ստացել եմ, ու գիտեք հետաքրքիրը ինչն է, երբ որ այսօր մարդուն մոդենաս ու հարցնես ինչ ունես դու, մարդը կարասի դե ես բան չունեմ։
Ես ոչ մի բան չունեմ, ես էս ունեմ, գիտես ինչ ունեմ, աշխատանք ունեմ, աշխատում եմ, չգիտեմ, ֆինանսներ ունեմ, աշխատում եմ, բիզնես ունեմ, բիզնեսմեն եմ, բայց Աստված դրա մասին չի հարցնում, գիտես, մեր Աստված դրա մասին չի խոսում, այդ քեզ չի հարցնում։ Այստեղ ես ուզում եմ, ես ու դու մի հատ ավելի խորը գնանք, ի՞նչն էր ալյուրը։ Ուրեմն ունեմ մի փոքր ալյուր, երբ որ այդ ալյուրը սարքեմ, ինքը հաց է դառնալու։ Այսինքն ես ունեմ հաց, որ ուտեմ կշտանամ, որը որ կյանք է տալիս։ Բայց ես ու դու լավ գիտենք սիրելիներս, որ կյանքի հացը Քրիստոսն է։ Ամեն։ Կյանքի հացը Քրիստոսն է, եւ մի կջուջում, ասում է կջուջի մեջ, մի փոքր յուղ ունեմ։ Մի քիչ էլ օծություն ունեմ։ Լսի, Աստծո խոսքը ունես, մի փոքր օծություն ունես, բաժանի տարածի, տուր Աստծո խոսքը, ավետարանի, երբ որ դու այդ փոքր ունեցած, քեզ թվում է, թե դու գիտելիք չունես, քո իմացածը մի քիչ է, միակ մի բան գիտեմ, որ Հիսուսը իմ համար խաչվել է, որ ես ապրեմ, որ ես չկորեմ, էդի հերի կա։ Եթե այդ խոսքիդ հետևը զորություն կա, այդ խոսքիդ հետևը, երբ որ դու այդ ամեն ինչ այդքանը գիտես, նույնիսկ այդքանը գիտես, որ Հիսուսը քո համար խաչվել է, որպեսզի դու ապրես, այդ քո խոսքի հետևը Տերը օծություն է դնում։ Ու գիտեք ինչ է տեղի ունենում։ Այն ինչը որ տեղի ունեցավ որպեվայրի կնոջ կյանքում, երբ որ դու սկսում ես Տիրոջ համար գործելը, երբ որ դու սկսում ես Տիրոջ խոսքը խոսալ, Տիրոջ ավետարանը տալ, գիտեք շատ հետաքրքիր բան է տեղի ունենում։ Մեկը տենում ես, այս ոտդ որ ցավում ես, չգիտես ինչի, էլ չի ցավում։ Որովհետև Աստծո խոսքն ես տալիս, սկսել ես քայլ անել, այն ցավոտ ոտդ, այն բանակում հիշում եք, եթե չեմ սխալվում, ձախ ոտքից էր շարային քայլը սկսում։ Հենց որ արդեն Տիրոջ համար ես ոտքդ գցում, թեկուզ ձախ ոտքդ, կապ չունի, աջ, ձախ, հենց ոտքդ գցում ես Տիրոջ համար, որ մի քիչ ցավում էր, բայց հենց սկսում ես Տիրոջ ավետարանի համար քայլեն անել, այլ ոտդ չի ցավում։ Հենց սկսում ես Տիրոջ գործը անել, ավետ խոսքով կիսվել, խոսքով մի փոքր բան գիտեմ, հենց սկսում ես Տիրոջ համար կիսվելը, Տիրոջ ավետարանով կիսվել, մեկը տենում ես, պարտքերը տա է գնացես, հենց հիվանդությունները տեն գնում, պրոբլեմները կամաց հեռանում են, գիտես ինչի համար, որովհետև դու Տիրոջին քեզ ապավեն արիր, փառք Հիսուսին։ Իմ ունեցածը մի փոքր բան է, ես չեմ կարա, ես չգիտեմ, գիտես թողով ասի, թող Եղիան ասի, դու գիտեք Եղիան ոնց է ասում, Եղիան գիտեք ինչ ավետարանիչ է, բա դուք իմացել եք Թովմասի ինչ ավետարանիչ էր, չգիտեմ Պողոսի ինչ ավետարանիչ էր, Պետրոսի ինչ ավետարանիչ էր, լսեք, ուրեմն Եղիայի նման մարդուն, որ երկնքից կրակ է իջացնում, Աստծո զորությունով, Եղիայի նման մարդուն պատկերացնում ես, Աստված ուղարկում է այդ կնոջ մոտ, որ իր մտածելով ոչ մի բան չունի, որ իր համար հոգ տանես։ Գիտես, գիտեք, անկեղծ եմ ասում, իրավիճակներ ա տեղի ունենում, որ ոչ մեկ այդ պրոբլեմների կամ խնդիրների մասին ոչ մեկ չգիտի։ Ինչ որ եղբայրներից կամ քույրերից մեկը հրավիրում են իրանց տուն, հով ջան գնանք մի քիչ նստենք իրար հետ շփվենք, գնում եմ իրանց տուն, նստում եմ, սա իրական դեպք է, վկայության համար եմ ասում, անուններ ուղղակի չեմ տալի։ Գնում եմ իրանց տուն, նստում շփվում եմ, մեկ տարեց կին։ Այդ կինը հելնում է, գիտեք ինչ է ասում, սկսում է այն պրոբլեմների մասին խոսալ, ոչ մարգարե է, ոչ ավետարանիչ է, ոչ է եկեղեցում ծառայում է, բայց գիտես ինչ ունի, այսինքն մի փոքր բան ունի, ինքը գիտի, որ մեկը Հիսուսն է Տերը, Աստված օգտագործեց այդ կնոջը իմ կյանքի համար խոսալու ու մարգարեանալու, լսեք, Աստված ամեն մեկիդ օգտագործում է, դուք ամեն մեկդ այնքան թանկ եք Տիրոջ համար, որ Աստված հենց այնս տեղը ձեզ չի բերի այստեղ, ու հենց այնս տեղը այս խոսքը չի տալիս, ու հենց այնս տեղը չի ասում, դե գնա դուրս արի, երբ որ այս խոսքը տալիս է, ուզում է որ դու դուրս գաս, ու այս խոսքով կողքինիդ հետ է կիսվես։ Սելիս եկեղեցին գիտես ոնց է լցվում, լցնողը Տերն է, ամեն, լցնողը Տերն է, բայց գիտես հենց այնս տեղը չի, որ մեր երկնքի երկրի Տեր Հիսուս Քրիստոս ասում է գնացեք, ամբողջ աշխարհը ավետարանեցեք, հանդիսացեք այդ մեկը, ով որ կտանի ճշմարիտ ավետարանը ու կհասցնի մյուսին։ Դու ինչ որ բան ստանում ես, դեմա կասես, չէ, դե իմ ժամանակը չի, հələ այդ իմ ժամանակը չի, իմ ժամանակը հələ չի եկե։ Հələ այնքան, ես այնքան հովիվ ջան,
հլես ենքան հաց ու պանիր բդուդեմ, հլա գուր այսօր գարուն գա, ծաղգեմ, պդուղ տամ, նոր հլա ես ահագին ժամանակ ունեմ, որ պետք է որ ծառայեմ։ Մի հատ թզենիկարը դենց էր մտածում։ Մի հատ թզենի ծառկար դենց էր մտածում։ Հիմա տեսեք։ Մարկոս ավետարան 11-րդ գլուխ 13-րդ խոսքից։ Տեսեք ինչ հետաքրքիր բան է տեղ ունենում։ Եվ Հերվանց մի թզենի ծառ տեսնելով, որ տերևներ ուներ, գնաց թե արդյոք նրա վրա մի բան կգտնե։ Եվ երբ որ եկավ, մի բան չգտավ, բայց միայն տերևները, որովհետև թզենու ժամանակը չէր։ Փառք Հիսուսին։ Եվ հերվից ասում է թզենին տեսավ, հերվից տեսեք, թզենին տեսել է հերվից, տերևներով, ու հիմա տես, ասում է եւ գնաց, մտածելով, եւ գնաց, թե արդյոք կարող է հանկարծ գնամ ու այս թզենին իմ սովից հարցրել ուզի, իմ քաղցը հագեցնի, թե արդյոք մի բան կգտնե, բայց երբ որ եկավ մոտեցավ թզենուն, ասում է տեսա որ թզենին մենակ տերևներով է, որովհետև նրա ժամանակը չէր եկե։ Եկավ թզենու մոտ ու տեսավ թզենին մենակ տերևներով, իր ժամանակը չի եկե, շարունակությունը ինձ ցնցեց։ Հիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նրան. այլևս ոչ ոք քեզանից հավիտյան պտուղ չուտե, եւ նրա աշակերտները լսում էին։ Գիտեք որ բարի վրա ինձ ցնցե։ Հիսուսը ընդեղ լա գրած պատասխանեց։ Պատասխանեց ա գրած։ Հիսուսը պատասխանեց։ Ինչին պատասխանեց։ Այդ ինչ հարցեր տվե թզենին, որ պատասխանեց։ Ինչին է պատասխանում։ Գիտես ինչին պատասխանեց։ Թզենու անպտղությանը։ Թզենու անպտղությանը։ Ինչին պատասխանեց։ Երբ որ Քրիստոսը հավատքով ասում է, երբ որ եկավ, ինքը եթե կարդակ շարունակության մեջ գրված է, ասում է, եթե մանանեխի հադիկի չափ հավատք ունենաս, Սարին կասես, ինքը չասեց ծաղկի պտուղ տուր, ինքը մոտեցավ հավատքով, որ էսա թզենին իրան պտուղ է տալու։ Բայց թզենին գիտես, այսպես կայնած է ասում, հա ինչ։ Հələ մարտ ամիսն է, նոր գարուն է գալիս, մայիսի վերջ նոր պտուղներս կհասնի, մայիսի վերջ նոր պտուղներդ կուդենք։ Դենց է ժողովուրդ, դենց ենք մենք մտածում։ Հələ ինքան ժամանակ ունեմ, հələ իմ ժամանակը չի։ Լուրջ եք ասում, արեք իրար հետ մի հատ գնանք Հովանես Ավետարան։ Արեք մի անգամից իրար հետ գնանք Հովանես Ավետարան։ Ու ինչ ենք անում։ Մտնում ենք Հովանես Ավետարան 2-րդ գլուխ առաջին խոսքից։ Կապառնայում հարսանիք էր, Հիսուսը հրավիրված էր իր աշակերտների հետ հարսանիք։ Ու հանգարց հարսանիքի ամենաթեժ պահին եկան գիտեք ինչ ասին։ Մայրամը եկավ ու տեսեք ինչ ասում։ Հիսուսն էլ ասեց, երրորդ խոսքը, եւ երբ որ գինին պակասեց, Հիսուսի մայրը ասեց նրան, գինին չունեն։ Հիսուսն էլ նրան ասեց, քեզ ինչ բան կա ինձ հետ, կին, իմ ժամանակը դեռ չի եկե։ Էս ինչ հետաքրքիր է։ Իմ ժամանակը դեռ չի եկե։ Եվ մայրամը գիտեք ինչ է ասում, ինչ որ կասի կանեք։ Շարունակությունը մենք բոլորս լավ գիտենք։ Հիսուսը գինին ջուր է սարքում, առաջի հրաշքը որ տեղի է ունենում։ Մի րոպե չհասկացանք, բա չէ որ քո ժամանակը դեռ չի եկե։ Սելիս գիտեք ինչ է նշանակում։ Տիրոջը հուսացող մարդը երբեք հայդարակ չի եղնի։ Ու այդ հարսանիքավորները փառք Հիսուսին։ Ամբողջ հարսանիքավորները հուսացած էին Քրիստոսին, երբ որ եկավ ասավ գինի չունեք, գիտեք ինչ է նշանակում։ Ուրեմն այս ընտանիքի ընթացքը ապագան կախված է քեզանից։ Այս ընտանիքի հույսն ու ապավենն ու վեմը դու ես։ Քեզանից ասա կախված։ Ու գիտեք ինչ ասում, իմ ժամանակը չի եկե, բայց ես չեմ կարա թույլ տամ, որ ինձ հուսացող մարդը խայդարակ եղնի։ Գիտես թզենին այդպես պետք է աներ, իմ ժամանակը չի եկե, բայց եթե Տերս եկել աստեղ, ուրեմն ես պետք է պայտեմ, հենց հիմա պայտեմ պտուղ տամ, որ Տիրոջս քաղցը հագեցնեմ։ Սելիս, եթե ես ու դու սենց այս մոդեցումը ունենանք, եթե ես ու դու սպասենք, որ դեր մեր ժամանակը գալու է, ուզում եմ հարց տամ, կարող է Տերը եկել է ասել է ուրեմն պտուղներդ, բան չես ունեցե։ Կարող է մտածում ենք, թե այս իմ պտղաբեր սեզոնն է։
Այստեղ ես պտուղ եմ տալու, այս իմ պտղաբեր սեզոնն է։ Գիտեք հետաքրքիր ինչներ, թզենին էլ էր դեն սպասում, թզենին էլ այդ հույս ուներ, բայց գիտեք ինչ տեղի ունեցավ, երբ որ Տերը ասաց այլևս քո պտղից ոչ մեկ չուդի, երբ որ հետ էին գալի արդեն, տեսան այդ ծառը չորացած ու աշակերտները ասում են Պետրոսը տեսավ ծառը չորացած, հիշեց։ Ինչ ժամանակ ենք սպասում, մենք ժամանակ չունենք արդեն, այդ ժամանակը շատ վաղուց անցել է, ինչի ենք մենք սպասում։ Հենց ժամանակ կա, մեկ է այսենց ոչ մեկ չգիտի երբ է գալու Տերը, ոչ մեկը չգիտենք այդ ժամանակները, վերջի ժամանակները երբ է եղնելու։ Ես քեզ ասեմ, մի սպասի, գործելու ժամանակն է, մենք ժամանակ չունենք։ Ու Քրիստոսը գիտեք նայում եմ այստեղ ու հասկանում եմ, որ շատերս այսպես թզենու ծառի նման ենք ցույց ենք տալիս, թե մենք ինչքան sense գեղեցիկ ծառ ենք, ինչ լավ տերևներ ունենք։ Ինչքան sense հետաքրքիր բան կարանք մենք անենք։ Հələ էսա սպասի, էսա պտուղներս կտնաս։ Սպասիլը պտուղներս կտնաս։ Էլիս Տերը մոդեցել է, ինչին սպասի։ Տերը մոդեցել է։ Քրիստոսը եկել է, ուզում է պտուղները տնա։ Ուզում է այդ պտուղները վայելի, ինչին սպասի։ Սպասենք մարտին։ Մարտը անցավ, կսպասենք ապրիլին, ապրիլն անցավ, մայիսին նոր կերնի, մայիս ամսին ես պտուղ կտամ։ Ավետարանը կարդացեք, երբ որ Հիսուսը հանդիպում էր պրոբլեմ ունեցող մարդուն, մանավանդ որ տարիներով պրոբլեմ ունեին, չէր ասում գնա մի 6 ամսից կգաս, լավ ես կգնամ, մի 3 ամսից կգամ, դենս չի անում Տերը։ Եթե մոդենում է Տերը ու եթե դու սպասում ես Տիրոջից, հավատում ես, որ Տերը կարա, Աստված անում ամեն, փառք Հիսուսին, ոնջանալի։ Գործ Կառակելոց 3-րդ գլուխ առաջին խոսքից։ Պետրոսը եւ Հովանեսը գնում էին միասին տաճարը 9-րդ ժամի աղոթքին եւ մի մարդ կար իր մոր որովայնիցը կախ, որին վեր կալած ամեն օր դնում էին տաճարի այն դռան մոտ, որ գեղեցիկ էր կոչվում, տաճարում մտնողներից ողորմություն խնդրելու համար։ Երբ որ նա տեսավ Պետրոսին եւ Հովանեսին, որ գնում էին մտնեին տաճարը, աղաչում էր, որ ողորմություն առնե նրանից։ Պետրոսն ու Հովանեսի հետ մտիկ արին նրան եւ ասին. Մեզի նայ։ Նա այլ ուշը դարձրեց դեպի նրանց, սպասելով, որ մի բան առնե նրանցից։ Գիտես, այնքան քաղցր, այնքան հետաքրքիր է այս պատմությունը։ Հիմա պատկերացրեք մեկը, ով որ պրոֆեսիոնալ փող մուրացող է։ Ու հենց տենում է գրված է, հենց տեսավ Պետրոսին ու Հովանեսին, մի բան է հասկանում։ Այս մարդիկ շատ ինքնավստահ են, էլի։ Շատ վստահ են քայլում։ Այդ աղաղակի մի բան կառնեմ իրանցից։ Ու Պետրոս ասում է, հələ մեզի նայ, ես գիտեմ ձեր քո սպասումը ինչն է, ես գիտեմ դու ինձանից ինչ ես սպասում, ես գիտեմ դու ինչ ես ուզում։ Ու պատկերացրու են մուրացող են հարցական հայացքի մեջ ինչ ունես, արծաթ թե ոսկի, ինչ ունես։ Վերնագիր հիշում ես, ինչ ունես, արծաթ ունես, իսկ ոսկի։ Ու գիտես, մի անգամից Պետրոսը պատասխանում է. արծաթ ու ոսկի չունեմ։ Նա էլ ուշը դարձրեց դեպի նրա հուսալով, որ մի բան առնե նրանցից։ Պետրոսն էլ ասեց. արծաթ եւ ոսկի չունեմ, բայց ինչ որ ունեմ, այն քեզ կտամ։ Ինչ որ ունեմ, ամենաթանկն է։ Ինչ որ ունեմ, ամենաթանկն է, այդ քեզ կտամ։ Գիտես ինչն է, փրկությունդ։ Ամենաթանկ բանը ես քեզ կտամ, Քրիստոսով փրկվես։ Ամենաթանկ բանը, որ ես քեզ կարամ տամ, Տիրոջ անունով բժշկված եղնես։ Ու այստեղ շարունակությունը տեսեք ինչ է ասում։ Հիսուս Քրիստոսի Նազովրեցու անունով վեր կաց եւ ման եկ։ Եվ աջ ձեռքիցը բռնեց, այստեղ կային ենք արեք։
Հիսուս Քրիստոսի Նազովրեցու անունով վեր կաց եւ ման եկ։ Տեղից չի շարժվում։ Էս ինչ ես դու ասում։ Ես փող եմ ուզում, արձատ ոսկի Հիսուս Քրիստոսի անունով վեր կաց եւ ման եկ։ Էլի չի շարժվում։ Հիսուս Քրիստոսի անունով վեր կաց ու ման եկ։ Հալելույա։ Եվ այդ ձեռքիցը բռնեց վեր հանեց նրան եւ շուտով հաստատվեցավ նրա սրունքը եւ բարձկը, վեր թռավ, կանգնեց եւ ման էր գալիս եւ նրանց հետ մտավ տաճարը ման գալով, վաստալով եւ Աստծուն օրնելով, փառք Հիսուսին։ Ինչ ունես։ Մի փոքր ալյուր ունեմ, մի փոքր յուղ ունեմ, խոսք ունես, օծություն ունես, գործի։ Խոսք ունես, օծություն ունես, գնա տարածի։ Չէ, իմ ժամանակը չի եկե։ Հենց որ մտածես ժամանակը չի եկե, հիշա որ Հիսուսի ժամանակն է չեր եկե։ Բայց Հիսուսը չթողեց, որ այդ ընտանիքը խայդարակ եղնի։ Երբ որ Աստված քեզ ասում է խոսա, ուրեմն խոսա, մի թույլ տուր, որ Սատանեն այդ ընտանիքին մի օր ավել տանջի։ Երբ որ Աստված քեզ ասում է, այս մարդուն ասա, որ ես իրան սիրում եմ, համարձակությունը տել, որ չհերիքի, հիշա այն կնոջը, մի փոքր ալյուր, մի փոքր յուղ ու խոսա։ Խոսա։ Դարի այդ մարդու համար օրհնություն։ Հալելույա։ Նույն Հովհաննես Ավետարանում մի ուրիշ պատմություն կա։ Մի հատ եղբայր ունենք։ Հիսուսը մոտեցել է իրան, ասում է, եւ մտավ տաճարը, որ ոչխարած դրան մոտ էր կոչվում, որ 5 սրաներ ուներ եւ բազմաթիվ հիվանդներ կային տարբեր հիվանդություններով, կաղեր, կույրեր, խուլեր, համրներ, մարդիկ ովքեր որ շատ ծանր առողջական ծանր ընթացքի մեջ էին։ Ասում մեկին տեսավ 38 տարվա հիվանդության մեջ, անտամալույց էր, գտած։ Մոտեցե գիտես ինչ ասում։ Ուզում ես բժշկվես։ Հարցա չէ տալիս։ Ուզում ես բժշկվես։ Գիտես մենք ինքան նման ենք այս մարդուն։ Երբ որ Տերը գալիս է քեզ հասարակ հարց է տալիս, ուզում ես բժշկվես։ Դու գիտես ինչ ես անում։ Դու չէ։ Ոմանք մենք դա ինչ չենք, չէ։ Ոմանք գիտես ինչ են անում։ Սկսում են բողոքել։ Սկսում են բամբասել։ Մարդ չկա, ոչ օգնող ունեմ, ոչ ես ունեմ, մեկը չկա։ Երբ որ Հիսուսը քեզի հարցնում է ինչ ունես, ժողովուրդ, կներեք ես բարիս համար, պետք չի կյանքներդ պատմել, ինքը քո կյանքը քեզանից լավ գիտի։ Պետք չի ինչ որ մեկի համունատ գաս, ինչ որ մեկին մեղադրես, ինչ որ ոչ մեկ քո պրոբլեմի, քո իրավիճակի մեջ մեղավոր չի։ Ուզում եմ ասեմ, հոգևոր աշխարհը երբեք չի սխալվում։ Չեմ խոսում են հիվանդությունների մասին, որ ուրեմն դու ինչ-որ մի հատ մեղ կարեցիր, դրա համար գրիպ ընկար, չէ։ Ուղղակի կոնդիցիոները միացրած ոչ ճիշտ ժամանակին կոնդիցիոները միացրած մրսեցի գրիպ ընկա։ Մեղքի հետ կապ չունի։ Բայց այստեղ խոսում է, որ մարդ 10 ներողություն 38 տարի հիվանդության մեջ պարգած է, ու գիտեք, ուզածը ինչ է։ Ինչ ունես։ Աստված չի ուզում, որ դու ինչ-որ մեկին մունա, ինչ-որ մեկին մեղադրես, կամ ինչ-որ մեկին գովաս։ Աստված ուզում է, որ դու իրան ասես, Տեր, ողորմա ինձ։ Տերը մոտեցել է։ Աստված կանգնել է հիվանդի առաջ, ուզում ես բժշկվես։ Դե հելի, մայիչը դվեկար ու մանարի։ Հելի գնատուն։ Ինչ ունես։
Հալելույա։ Գիտեք ինչի վրա եմ զարմանում։ Չնայած չեմ զարմանում, սովորական ադառ եմ։ Որ Հայաստան էի գնացել, մեր դադենց հայատում ծառներ կան, շատ տարբեր տեսակի ծառներ կան։ Ունդե բարդի ծառներ կան, որ մենք երկար տարիներ չենք եղել, այդ ծառները չենք կտրել, չենք վառել, մնացել, հաստացել, բարձրացել, գիտես, ու հենց որ դու բարդի ծառի տակ կայնել եք, եղելա որ բարդու ծառի տակ կանգնեք։ Գիտեք, հենց որ մի հատ քամի անցնում, դու գիտեք ինչ շուխուր անում, ինչ սենց ձեն անում, իր տևերը ինչ ձեն է, ինչ խշխշում են, ինչ ճկճկալ են անում, որ ես ստեղ եմ, այսենց փարտամ սարի նման կայնած եմ։ Կանադական բարդիներ կան, որ մեր գյուղում կա, մեր տարածքում կա, իրանք ավելի հաստ են, ավելի հաստ, են մարդիկ են, որ սենց փարիսեցիների պես, լծված են Աստծու գիտությունով, Աստծու խոսքով, որ տեղը կարան հելնեն, կանգնեն, Տիրոջ ավետարանը քարոզողներին անուն դնեն, էսի սենց չասավ, էսի շեղված է, էսրան մի լսեք, սրա հետ վաբշե գոր չունենաք, ու խոսում են, էսի աղանդա, իրանցից հեռու մնացեք, ճղճղում են, հենց քամին անցնում է, կանգնում են։ Գիտես, նայում եմ այս ծառին, ժողովուրդ, մի հատ տեղ չկա, որ ասեն գոնե հով անի, իրա հովի տակը նստես։ Ոչ մի բան չկա, այսպես ճղճղում են, ճղճղում։ Փոտորիկ եղավ։ Ու մի քանի դες ճկրտան ծառեր ընկել էին։ Տներից կրիշներ էին տարել, ահա որ փոտորիկ էր։ Գիտես, ոչ մեկի սիրտը այդ ծառների վրա չէր ցավում։ Ոչ մեկիս հետաքրքիր չէր, բացարձակ հետաքրքիր չէր։ Գիտես ինչ ենք ասում, քամիները կանցնի, հա թող մի քիչ է չորանա, կակրած լավ է, անգելա, կչորանա մի քիչ է ջուրը մեջից կգնա, հետո կկտրենք, կբերենք, մի բան կանենք, էլի, կամ կվառենք, կամ է չգիտեմ ինչ կանենք։ Բայց մի հատ փոքր խնձորենի ծառ կար, իր ճյուղը կոտրվել էր։ Գիտեք ինչ ձև էր սիրտս ցավում է ծառի վրա։ Ոչ մենակին, բոլորովս գնացինք, փորձենք մի հատ բան անենք, էլի, այսենց փորձենք օգնենք այդ ծառին, փորձենք մի քիչ է երկարացնենք, մի քիչ էլ իրան օգնենք, որովհետև ինքը պտուղ է տալիս։ Գիտեք բարդու ծառերը ինչ են անում։ Ընկնում են ու իրանց հերիք չի իրանք ընկնում են, հետնել ընկնելուց փորձում են այդ պտղաբեր ծառներին վնասեն։ Ինչի եք փորձում Աստծո արկայության համար պտուղ բերող մարդկանց ճյուղերը ջարդեք։ Ուզում եմ հարցնեմ էլ այդ բարդի ծառներին։ Մի հոգու գոնե փրկության բերած կաք, գոնե մի հոգու փրկության բերած կաք, մեկին գոնե ավետարան քարոզած կաք։ Ինչ որ մեկը կա, որ գնաս երկնքում, չգիտեմ կգնաս թե չէ, հարցը տենաս, Տերը ասի, այս մեկի համար ես դու ստեղ։ Ով է մեզ իրավունք տվել Աստծո ծառաներին քննադատելու, սրան անուն դնեմ, սրան քննադատեմ, սրան կբնեմ։ Ժողովուրդ, ով է մեզ դենց, որտեղից մեզ դենց ոչ աստվածավախություն։ Ինչա հանդերսներն են մեզի տալիս իշխանություն, համապատասխան հանդերսներ հագնեմ, կանգնեմ, չգիտեմ, միկրոֆոնը վերցնեմ կամ կանգնեմ տեսախցիկի հայաց առաջ ու սրան նրան փնովեմ։ Ես երբեք նման բան ինձի թույլ չեմ տա, կանգնեմ սրան նրան փնովեմ։ Մեկը կա ումից որ զզվում եմ, բաց այդ ասեմ, սատան է նա։ Իրանից եմ զզվում։ Ու իր համար ես գող եմ։ Իր համար ես գող եմ։ Պետք է մարդկանց իր ձեռից գողանամ։ Ու ամեն մեկս պետք է իր համար գող եղնենք։ Ամեն մեկս։ Որ իր ձեռից ինչ կանկանանք մարդ գողանանք, ոչ թե կանգնենք բարդու ծառի նման ու սենց ստեղ եմ, ես ստեղ կայնած եմ, հում ես պետք։ Դե ես փոքր մարդ եմ Հովիվ ջան,
Դուք այդ դեմի շարքով, ծառայողներով, թե ինչ անեք դուք եք անելու։ Մեր եկեղեցում է տարիքով քուրիկ ինձ ասեց, հովիվ ջան, այնքան եմ ուրախանում, որ տենում եմ երիտասարդները բարձրանում են, ծառայում են, ու սկսում է խոսալ, ու գիտեք, ես քարոզել չգիտեմ, բայց մոտավորապես մի 40 րոպե ինձնից քաղցր ավետարան է քարոզում։ Ասում եմ, ո՞նց ֆայմս չտարավ, ես կնոջ խոսածածը զապիս անեմ, բերեմ մի օր բեմից տնեմ, ասեմ, այսօր ես քուրիկն է մեր մոտ ծառայում։ Անենց քաղցր ավետարան է քարոզում, այնքան սեր կա նման մարդկանց մեջ։ Ինչի եք դուք մտածում ժողովուրդ, որ քանի որ դուք այսպես մի փոքր բան ունեք, իմ տարիքը չի ելիքում, ինձ իսենց, դե ինձի շատ քիչ ժամանակ է մնացել, այս կան մնացած այդ ժամանակի մեջ, այս կան գործ կար ասեն, այսպես։ Մի փոքր խոսք, օծությունով գումարած երկնքի միջամտությունը հավասար է մեծ հրաշք։ Ուշադիր ես։ Մի փոքր բան քեզանից, մի փոքր բան գումարած երկնքի միջամտությունը հավասար է մեծ հրաշքի։ Հալելույա։ Իմ ժամանակը չի եկել։ Ձեզ անկեղծ ասեմ, ես Կարենս ոչ մի բան չեմ կարանում։ Ես Կարենս ոչ մի բան չեմ կարանում։ Բայց ես Կարենս Հիսուսի զավակը, գիտես չէ, Տիրոջ տան մեջ մենք բոլորս զավակ ենք։ Տիրոջ տան մեջ մենք բոլորս զավակ ենք։ Հիսուսի զավակը, որի հույսն ու հավատքն ու ապավենը մենակ Հիսուսն է, մի հատ բան ունի, մի բան է հասկանում, իմ մասին եմ ասում, դու եք արած քո համար վերցնես, որ Տիրոջ գործի համար, Տիրոջ ավետարանի համար, ամեն բան կարամ ինձ զորացնող Քրիստոսով։ Գիտես, երեք նավառասիսկում էի ծառայում, այսօր էլ երեք նավառասիսկում էլ ասեցի, հիմա այստեղ եմ ուզում ասեմ, դու կարաս քո փոքր հավատքով Քրիստոսին զարմացնես, քո փոքր հավատքով կարաս Հիսուսին զարմացնես, ոնց որ հարուրապետի համար զարմացավ ասավ, նման հավատք չկա, Իսրայելում նման հավատք չտեսա, այդինց է դու կարաս զարմացնես, քո փոքր հավատքով, որ կանգնես հավատքով աղոթես այս քաղաքի ամեն մի հայալեզու ժողովրդի փրկության համար, որ դու սկսես աղոթել է, գիտես, ցելիս, մենք գալիս ենք ծառայություն անում ենք, ծառայությունից հետո շփվում ենք գնում, հետո ընթացքում հանդիպում ենք, ունենք տնային խմբակները, տեղ ենք հանդիպում ենք աղոթքի ծառայության ժամանակը, տեղ ենք հանդիպում աղոթում, բայց մի հատ բան եմ ուզում հարցնեմ։ Մենք ընտանիք ենք, չէ՞։ Հա, ընտանիք ենք։ Մարդ կա, որ իրան էս ընտանիքի անդամը համարում։ Հա, որ մենք բոլորս էս ընտանիքի անդամներ ենք։ Մի հատ բան եմ ուզում առաջարկենք։ Ժողովուրդ, դուք ձեր տունը ընտանիքով աղոթք անում եք։ Հա, բոլորը ձեր տունը ընտանիքով աղոթք անում եք, թե չէ։ Բախի մենք մեր ընտանիքով ընդհանուր աղոթք չենք անում։ Հենց որ մի հատ պրոբլեմ է եղնում, այսենց կանչում ես Լուսինե հլարի, երեխուն վեկալարի, այսենց կանգնում ես ու սկսում ես աղոթել այդ պրոբլեմի համար։ Ժողովուրդ, այսօր ես Կրասնոդար քաղաքում, Կրասնոդարսկի կրայում ոչ օֆիցիալ տվյալներով 750,000 հայ կա։ 750,000 հայ կա։ Արեք ձեր բռնենք, միաբանվենք, աղոթենք սատանայի ձեռից գոնե մեկին գողանանք։ Գոնե մի օր, գոնե մեկին։ Ու գիտեք ինչ կերնի, որ այսենց միաբան կանգնենք աղոթենք, տարվա վերջ տեղ նստելու տեղ չի եղնի։ Հավատքով եմ ասում, հավատում եմ, տենում եմ։ Ուրիշ մենք ժամանակ չունենք, ժողովուրդ։ Ուրիշ բանի վրա ժամանակ չունենք ծախսելու։ Թեզենին չգիտեմ ինչ ժամանակ էր սպասում,
որ էսա ինքը գալու է ծաղկի պդուխ տա, բայց ստեղ մենք հասկանում ենք, որ ժամանակը հենց այդ ժամանակ էր, երբ որ Հիսուսը քեզի մոտեցել էր։ Հենց այդ էր քո ժամանակը։ Ամենալավ քո պատղաբերության ժամանակը այն ժամանակն է, երբ որ դու Հիսուսին ընդունում ես քո Տեր ու Փրկիչ։ Ամենաուժեղ պատղաբերությունը սեզոնը սկսվում է հենց այդ վարքյանից մինչև հավիտյան։ Եթե հավատարիմ ես Տիրոջը, իմ ժամանակը չի եկել։ Հալելույա։ Մարկոս ավետարան 11:14-ը մի հատ եմ ուզում կարդամ։ Հիսուսը պատասխանեց եւ ասեց։ Հիսուսը պատասխանեց եւ ասեց։ Հիսուսը պատասխանեց եւ ասեց. Այլևս ոչ ոք քեզանից հավիտյան պտուղ չուտի, եւ նրա աշակերտները լսում էին։ Տերը ասեց, բոլորը լսեցին։ Չէր կարա չեղներ։ Տերը ասեց, բոլորը լսեցին։ Ու գիտես, այնքան ցնցեց այս բառը ինձ, որ նայում եմ, ասում եմ, Հիսուսը պատասխանեց, Տեր, ինչին դու պատասխանեցիր։ Ինչին։ Թզենու անտարբերությանը։ Ինչ կապ ունի։ Ինչ կապ ունի, որ Հիսուսն է եկել։ Ես իմ ժամանակ ունեմ։ Թզենու անտարբերությանը։ Այ իմ ժամանակը կգա, ես կծաղկեմ, պտուղ կտամ։ Էլ չի գա։ Վերջ։ Մենք եղբայր ունենք։ Ամբարները մեծացնում է, որոշում է, որ ամբարները մեծացնի, որ հավաքի, հունցքը հավաքի, տակ ես է կանեմ, ես էլ կանեմ, տակ ես էլ զանգեմ, չգիտեմ, ում զանգեմ, որ բանկ զանգեմ, վարկ վերցնեմ, ես ամբարն է մեծացնեմ, որ ստեղ է լիքը լծվի ու մեկ է Հիսուսը ասում է, այ անմիտ, այսօր գիշեր հոգի տառնելու եմ, ինչի մասին ես դու մտածում, փոխանակ ասես, եթե Տերը կամենա, կաբրեմ, կհավաքեմ, կհնձեմ, ես ինչ ես անում, չգիտես ունայն բաների համար ժամանակ ունենք, բայց Աստծո գործի համար ժամանակ չունենք, Աստծո գործի համար մտածում ենք, մենք այնքան քիչ բան ունենք, էլ եմ ասում, ամենաքիչ բանը, որ կարդաս, ամենաքիչ բանը ուներ այս որպեվայրիկինը, ամենաքիչ բան ուներ եւս մի որպեվայրիկին, որ երկու լումա ուներ, բայց ամբողջովին ինչ կա դրեց Տիրոջ ավետարանի մեջ, դրեց Տիրոջ արկայության համար, ամեն ինչ ուներ դրեց, ինչ ուներ, ասում է շատ հարուստներ, իրանց ավելցուկից էին դնում, բայց այդ կինը իր կյանքի ողջ ապրուստը, ինչ ուներ չուներ, այդ երկու լուման ուներ, գիտես չէ, ինչ ունես, երկու լումա ունեմ, դնում եմ Տիրոջ ավետարանի համար, երկու լումա ունեմ, դնում եմ մարդկանց փրկության համար, կարամ ասեմ, արի քո համար աղոթեմ, Հիսուս ջան, օրհնի իմ քրոջը, օրհնի իմ աղբորը, դիր Տիրոջ ավետարանի համար, խոսած եք ժողովուրդ մարդկանց հետ, խոսած եք մարդկանց հետ, եթե հարցնեմ ով է ինտերնետով այս քարոզները նայելու ինտերնետով եկե, երևի շատ քիչ մարդ ձեր բարձրացնի, բայց եթե հարցնեմ ով է ու միջոցով եկե, հաստատ կասեք, հորքուրս է զանգե, մորքուրն է զանգե, չգիտեմ, ես ինչ մարդը ասեց, ես ինչ մարդն է ինձի բերե, բոլորդ կասեք, այս մարդն ասե, այս մարդն ասե, ժողովուրդ, ավետարանեցեք, երբ որ Հիսուս ասավ, գնացեք ամբողջ աշխարհ ավետարանեցեք, էդի մենակ մեզի չասավ, նախ, ուզում եմ մանաս, բոլորին ասավ, բոլորին է վերաբերվում, խոսացեք ավետարանը, նոր մադղաշ հավատացյալ է, նոր է եկե Քրիստոսին, աղոթում եմ, Տեր խոսա էլի, Տեր խոսա, պատասխանի, խնդիրը, համար այսենց
ժամանակ եմ վերցրու աղոթում եմ, Տեր, խոսա։ Ձայն չկա։ Մի ամիս այսենց լուրջ աղոթքների ու ծոմերի մեջ սպասում եմ, որ Աստված էսա պետքա խոսա։ Ոչ մի բան չկա։ Դուրս եմ գալիս, ծոմից դուրս եմ գալիս, ասեմ դե հարցում են, հա ինչ եղավ, մի բան ստացար, ասի չէ, երկինքը լռում էր։ Ու հանդիպում եմ ինձ ամենաշատ հավատքի համար հալածող մի եղբոր, որ այն մարդիկ կան, չէ, որ ասում ես, ում տենամ, սրան չտենամ։ Սաղ իմ պատրաստ ես գնաս ավետարան ես, մենակ իրան չէ, իրան չես ուզում տենաս ու հանդիպում եմ հենց այդ մարդուն, ու սկսում եմ, գիտես, երկնքից առած այդ մի ամսվաս ծոմանձին են զորություն ունենց հավատ կա տվե, երկնքից առած զորությունով սկսում եմ ես եղբորը վգայել, ընենց եմ վգայում, որ սենց ամեն խոսքից սենց սարսապում ասում լսի ամիսը առաջ լրիվ ուրիշ մարդ էիր, չէիր ուզում խոսայր, ասում հիմա դու ես ասում վրա տալիս, խոսացի ես եղբորը, հա լավ, հասկացա, լավ, ինչ ա ուզածը, 10 անեմ, մինակ 5-ն է ինձ ասում, մենակ բրծի ինձանից, ասեմ պետք է ապաշխարեմ, ասում եմ պիտի հավատաս, ախպեր հավատում եմ, ասում եմ դե հիմա ապաշխարության աղոթք կարա, հենց ապաշխարության աղոթք կայանում, Աստված իմ իրավիճակի համար խոսում է, ասում եմ Տեր, խոսած էր, ասում եմ մինչև չխոսաս, մինչև իմ արքայության ավետարանը չդաս, ես քեզ ասելու բան չունեմ, ու շատ իրես, մինչև տիրոջ այն ինչի համար, որ Աստված քեզի կանչել է, որ գնաս արքայության ավետարանը տարածես, մինչև չխոսաս, Աստված հետդ խոսալու բան չունի։ Ոնց Տեր, ես ինչ, ես իմ համար եմ ասում։ Ու գիտեք, զարմանում եմ, ասում եմ Տեր, ոնց։ Այդ ավետարանը կարդում ես, հասկանում եմ, տակ, այս մեղքերից սրա մեջ չկամ, հետո մի հատ բան եմ կարդում ու հասկանում եմ, որ մեղքի մեջ եմ, հետո կարդում եմ ու հասկանում եմ, որ եկեղեցու մեծ մասն էլ է այդ մեղքի մեջ, գիտես որ մեղքի, որ ով որ ճշմարտությունը գիտի ու չի ասում մեղանչում է, ով որ Քրիստոսի մասին գիտի ու չի ասում մեղանչում է, ինչ ունես, Աստծո խոսքը ունեմ, երկնքից տված զորություն ու իշխանություն ունեմ, Տիրոջ արքայության ավետարանը քարոզելու, փառք Հիսուսին, հալելույա։ Եկեք ոտի կանգնենք։ Հալելույա։ Դու ինչ-որ բան ստացար։ Ես կխնդրեմ փառաբանության թիմը գա։ Հալելույա։ Ուզում եմ հարցնեմ։ Կա մարդ, որ նման եկեղեցում ընդհանրապես չի եղել ու նման եկեղեցում առաջի անգամ է։ Տերը ձեզի շատ օրհնի, Աստված օրհնի ձեզ։ Ես հիմա կիչնեմ, կխնդրեմ, որ դուք էլ առաջ գաք, հա, ես այստեղից կիչնեմ, դուք էլ առաջ եկեք, մի հատ աղոթք կանենք իրար հետ։ Աստված օրհնի ձեզ, ես Կարենն եմ, ձեր անունը ոնց է։ Փառք Հիսուսին, Վալյակուր ջան։ Հիմա գիտես ինչ ենք անելու։ Ասելու ենք Հիսուս ջան, ինչ արել չեմ արել ինձ իկներես, ես ուզում եմ իմ կյանքը քեզ տամ։ Կանես այդ աղոթքի մեջ։ Ես ասեմ իմ հետևից կերգնի, լավ։ Եկեղեցի ջան, խնդրեմ փագես աչքերդ մի բան աղոթենք։ Ասա երկնային արքա, ես գալիս եմ քո առաջ։ Հիսուս Քրիստոսի անունով։ Սիրելի Հիսուս, ես հավատում եմ, որ դու ծնվեցիր, եկար ես աշխարհ, վերցրեցիր իմ մեղքերը քո վրա,
խաչվեցիր, մահացար եւ երրորդ օրը հարություն արար։ Ինձ մեղքերից ազատելու համար։ Խնդրում եմ ներես ինձ, մաքրես ինձ եւ մկրտես ինձ քո Սուրբ Հոգով։ Այսօրվանից ես իմ կյանքը քեզ եմ տալի։ Դու ես իմ Տերը եւ իմ Աստվածը, հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։ Հիմա ուզում աղոթեմ քո համար։ Դալիճ խնդրում եմ պարզես ձեռներդ աղոթենք մեր Քրոջ համար։ Տեր ջան, քո առաջ եմ բերում Քրոջս Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Թող քանդված եղնի ամեն գիր ու թուղթ, ամեն սխալ խոսք, սխալ հրճագում, ամեն դիվային ծրագիր, սատանայի ծրագիրը թող ոչնչանա Քրոջս կյանքից։ Ամեն ժառանգական անեծք ու հիվանդություն վերանա Հիսուսի զորավոր անունով։ Տեր, օրհնում եմ Քրոջս իր կյանքը, իր անտածքը, Տեր ջան։ Ահա Տեր ջան, երկնքի երկրի առաջ կանգնած Տեր իմ Աստված, խնդրում եմ Տեր ջան, որ դու օրհնես իրան, զորացնես իրան Տեր ջան, հաստատես իրան Տեր իմ Աստված, քո արտադրության աճովը Տեր, Հիսուս Քրիստոսի անունով, օրհնում եմ Քրոջս եւ հանձնում եմ քո սուրբ ձեռքերի մեջ, Հայր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով, ամեն, փառք Հիսուսին։ Ուրիշ կդագարանք։ Սա Հովհաննեսի ավետարանն է։ Հիսուսի խոսքերը կարմիր գույնով ընդգծած է։ Իր ամեն մի խոսքը կարա քո կյանքը փոխի։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Տերը օրհնի ձեզ, կարաք նստեք։ Հալելույա։ Մեր Աստված զորավոր Աստված է։ Ամեն։ Օրհնված ես։ Չմոռանաս, որ ասես ժամանակ չունեմ հիշի։ Հələ ժամանակը չի կհիշես։ Հիսուսի խոսքերը իր ժամանակն է չէր։ Բայց ինքը չթողեց, որ իրան ուսացող մարդը խայդարակ եղնի։ Հենց որ ասես ժամանակը չի, ավելի սարսափելի բան հիշա թզենին, որ հələ ինքն էլ էր մտածում, ինքը ժամանակ ունի, բայց չունեցավ այդ ժամանակը։ Ամեն։ Եթե մտածես, թե ես բան չունեմ, հիշի այն կնոջը, որ մի փոքր ալյուր ուներ, խոսքն ուներ ու օծություն ուներ։ Եթե մտածես, ախր ես չեմ կարա նույնիսկ ֆինանսով ծառայեմ, հիշի այն կնոջը, որ երկու լումա ուներ։ Սրանք մարդիկ էին, ում անունները որ գրված է Աստծո խոսքում։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Քո անունն էլ գրված է կյանքի գրքում։ Փառք Հիսուսին քո համար։ Հալելույա։ Պարզի ձեռներդ ընտունի օրհնությունները եւ մեր փառաբանության թիմը մի հատ կփառաբանի ու կգնանք շփվենք։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը ձեր հետ եղնի ողջ շաբաթվա ընթացքում։ Գնացեք խաղաղությամբ։ Ամեն։